Երեխաներ, այսօր մենք ձեզ հետ միասին ամրապնդելու ենք պարագծի մասին ձեր ունեցած գիտելիքները։ Կատարելու ենք գործնական աշխարհը։ Խնդիրներ ենք լուծելու, չափումներ ենք կատարում։ Արդյունքում դուք ցուցաբերելու եք ձեր հմտությունները գործնականում։ Հիմա ձեզ հարցեր ունեմ տալու։ Ինչ է կոչվում պարագիծ։ Ինչ է հասկանում պարագիծ ասելով։ Բազմանկյան պարագիծը բազմանկյան կողմերի երկարությունների գումար։ Ուրիշ, պատասխան, ասում են, ասա։ Բազմանկյան պարագիծը բազմանկյան կողմերի երկարությունների գումար։ Շատ ապրեք, ասացեք տեսնեմ, ինչ տարով եք նշանակում պարագիծը։ Ինչ տարով եք նշանակում, ասա։ Պարագիծը նշանակում են դարենական այգուբենի մեծատար պետ տարով։ Ապրես, լատինական այգուբենի մեծատար պետ տարով, շատ բարի։ Իսկ ինչպես եք որոշելու, օրինակ, քառակուսու պարագիծը։ Ինչպես եք որոշում քառակուսու պարագիծը, ասա մոդել։ Եթե մենք գիտենք քառակուսու մեկ կողմը, ուրեմն ապա բազմավարվում ենք 4-ով։ Ինչու 4-ով։ Որովհետև քառակուսին ունի 4 կողմ։ Քառակուսին ունի 4 կողմ։ Հիմա Մարիա վերադարձակին արի գծի մեկ եռանկյուն հավասարակողմ եւ որոշի նրա պարագիծը։ Նանեք արի քառակուսի գծի եւ որոշի Մարիա խոսի, ասա։ Եթե մեկ կողմը լինի 30 սանտիմետր, պետք է 30 անգամ Ահա, բեն հավասար է։ Հիմա նանային լսենք։ Թակուի գնա ուղղանկյուն գծիր։ Այո, բեն հավասար է 90 սանտիմետր, ճիշտ է։ Լսում ենք քեզ, նաներ։ Եթե քառակուսու մեկ կողմը, իսկ ինչու 4-ով։ 4 կողմ ճիշտ է։ Էլ ինչ տարբերակով կարող ենք պարագիծը գտնել ուղղանկյան երեխաներ։ Արի նկարի։ Էլ ինչ կարող ես ասել այս այու բեի մասին։ Դու կիսապարագիծ հասկացություն հասկացել եք։ Այո։ Ինչ է, հիմա այստեղ ո՞րն է կիսապարագիծը։ Ո՞րն է այստեղ կիսապարագիծը։ A եւ B, A քեզ կիսապարագիծ։ Քանի կիսապարագիծ ունի ուղղանկյունը։ Երկու ուղղանկյուն ունի։ Կիսապարագիծ ասելով դուք հասկանում եք լայնության եւ երկարության գումարը։ Ուրիշ ինչ ձևով կարող եք պարագիծը որոշել։ Մենք երկու տարբերակ գրեցինք։ Կա երրորդ տարբերակ։ Լսում եմ Արմեն։ Երկու անգամ այն գումարած երկու անգամ B։ Արի գրիր։ Այսինքն B հավասար է երկու անգամ A երկու անգամ A երկու անգամ B նշանակում է երկու լայնություն եւ երկու Իսկ եթե լայնությունն է մեծացնում պետք է ուրեմն երկարությունը նույնչափ փոքրացնել, որպեսզի ես հաստատում պարագիծ ստանամ։ Սա է շատ լավ երեխաներ։ Մեկ անգամ էլ ուրեմն տեսադասի միջոցով մի անգամ էլ կրկնենք պարագիծի մասին ձեր ունեցած գիտելիքները, մի փոքրիկ տեսադաս։ Հիմա ես միացնեմ։ Որը ցույց է տալիս պատկերի բոլոր կողմերի գումարը։ Այսինքն հարցազրույցն է, որը ցույց է տալիս պատկերի բոլոր կողմերի գումարը։ Այսինքն եթե վերցնենք մի պատկեր եւ այդ պատկերի շուրջ ինչ-որ թեմ հավաքենք, ապա այդ թերի երկարությունը կլիներ այդ պատկերի պարագիծը։ Կամ ենթադրենք ունենք ուղղանկյուն մի հողատարածք։ Այսպես նշանակենք տարելով հասապա Երեխաներ, մեր գործնական աշխատանքը երկու փուլից է կազմված։ Առաջինը հիմա ձեզ կտամ այս առաջադրանքը, այնուհետև կարճ դադարից հետո կշարունակենք երկրաչափական պատկեր եմ տալիս, ասացեք սա ինչ պատկեր է։ Գույն էլ ասեք։ Եվ ձեզ է ուղղակի, կանաչ ուղղակի։ Ուրեմն արդեն դուք բաժանվեցիք խմբերի,
Առաջադրանքը երբ որ ավարտեք, որ խմբը շուտ ավարտի, այլ ոչ թե ասում եք ես, այլ բարձրացնում եք այսպես թերթիկը, այսպես ուրեմն այդ պատկերը եւ ես տեսնում եմ։ Հիմա ձեզ բացատրեմ, դեռ ես հրավիրված չեմ դրել։ Ուշադիր, լսում եք ինձ։ Ուրեմն ես ձեզ տալիս եմ այսպիսի մի առաջադրանք։ Բոլորին տալու եմ մեկ այսպես թերթիկ, որի վրա 5 խնդիր է։ Դուք սկզբից պետք է կատարեք խնդիր 1-ը, 2-ը, 3-ը, 4-ը, երբ որ այս 4 խնդիրները լուծեք, այդ 4 խնդիրների պատասխանները գումարելու եք, այստեղ հստակ գրված է, որ դուք գումարելու եք պատասխանները եւ ստանալու եք ուրեմն 5-րդ խնդրի արդեն տվյալները ունենալու եք։ Եվ 5-րդ խնդիրն է լուծելու եք հենց այդ տվյալների օգնությամբ։ Արդյունքում մենք տեսնելու ենք քանի երեխա է ճիշտ պատասխանը ստացել։ Ինչպես տեսնում եք, մեջտեղում հավասարակող եռանկյուն է։ 5-րդ խնդիրը այն է, որ դուք գտնեք այդ հավասարակող եռանկյան մեկ կողմը։ Հիմա տալիս եմ։ Յուրաքանչյուր խմբից մեկ աշխատել ներկայացնում է մեկ խնդիր։ Հիմա խնդիր 1-ը կներկայացնի Արմեն Արին, բայց անպայման նախ դու գրիր, հետո կներկայացնես, լավ, դու գրիր։ Խնդիր 2-ը Մոնթեր, Արի գրիր։ Խնդիր 3-ը Հայ եւ խնդիր 4-ը Ավելը, կավիչները վերցրեք, իսկ խնդիր 5-ը Մոնիկա։ Բայց Մոնիկա, դու երևի կսպասես տղաները վերջացնեն, նրանք մեկ-մեկ պետք է կարդան։ Մենք էլ ստուգում ենք տեղում երեխաներ, դուք եք։ Տեսնեք ճիշտ եք կատարել։ Հիմա Արմենը կկարդա խնդիրը։ Ուղղանկյան երկարությունը 30 սանտիմետր է, լայնությունը 15, գտնել այդ ուղղանկյան պարագիծ։ Իսկ որտեղ է քո պետալը։ Պեն հավասար է, բա որտեղ է։ Պեն հավասար է, արջևում, այ ապրես։ Պեն հավասար է, հավասար է գեղեցիկ բիր, 2 անգամ, բոլոր տեղերում դուք պետք է նշեք պետալը երեխաներ։ Այո, ճիշտ է, 90, դուք եք 90 ստացել։ Այո, տեսրևակություններ ստուգ եք, տեսեք ճիշտ եք թե ոչ։ Ահա, լսում եք, երկրորդ խնդիրը։ Քառակուսու լայնությունը 9 սանտիմետր է, գտնել այդ քառակուսու պարագիծ։ Եվ ինչի է հավասարակ քառակուսու պարագիծը։ 36 սանտիմետր։ Ճիշտ է երեխաներ։ Դուք եք այդպես տալիս։ Այո։ Հայկը։ Ուղղանկյան կիսապարագիծը 24 սանտիմետր։ Տեսեք, կիսապարագիծը։ Գտնել պարագիծը։ Գտնել պարագիծը։ Պեն հավասար է 48։ Շատ ճիշտ է։ Ուղղանկյան երկարությունը 22 սանտիմետր է, գտնել այդ ուղղանկյան լայնությունը, եթե պարագիծը 74 սանտիմետր է։ Ինչ է արել Ավետը։ Բացատրի տեսնենք Ավետը այդպես կարճ է գրել։ Ասա ինչ է արել։ Եթե դու պարագիծը բաժանել ես 2-ի, դու պետք չես ստացել արդեն դու այստեղ։ Այստեղ դու պետք չես ստացել։ Պարագիծը 74 է։ Եթե դու 74-ը բաժանել ես 2-ի, ինչ ես ստացել։ Կիսապարագիծ։ Կիսապարագիծ ասելով դու հասկանում ես լայնությունը եւ երկարությունը։ Հանել ես ինչը։ Իսկ ստացել ես 15 ինչ ավել։ Սանտիմետր, այո, սանտիմետր, գրի սանտիմետր։ Խնդիրը լուծեց կարճ եղանակով եւ շատ ճիշտ է արել։ Իսկ դուք բոլորն եք այս ձևով լուծել։ Ոչ։ Իսկ ուրիշ ինչ ձևով եք լուծել։ Ասա ոնթե։ 22 անգամ 2 44, 74-ից հանած 44, 30 բաժանած 2-ի 15։
Շատ լավ, արի գրի, այստեղ արի գրիր, այստեղ կարող ես գրել կամ, ու այստեղ կատարել, բարի, հիմա մենք ունենք 1, 2, 3, 4 խնդրի պատասխանները, Մոնիկա, ձեր խումբը, եկեք, ինչպես ենք գտնելու վերջին 5-րդ խնդիրը, տեսնենք ինչպես ենք լուծելու, ասա տեսնենք դուք ինչպես եք լուծել 5-րդ խնդիրը, այո, գումարած 15 և ինչ եք ստացել, այստեղ գրի 189, այստեղ գրի պարագիծը 189, բեն հավասար է, մենք ստացանք, տեսեք, 5-րդ խնդրի տվյալը դեռ ստացանք, մենք ստացանք, որ հավասարակողմ եռանկյան պարագիծը 189 սանտիմետր է, բայց ձեզնից ինչ է պահանջվում, մեկ կողմը, ինչ կլինի արդեն, բաժանիր և ինչ եք ստացել, 63, մեկ կողմը գրի արդեն 63, բոլորն եք ստացել 63, ձեր բարձրացնել, եթե դուք բոլորը ստացել եք 63, այո, ուրեմն ձեր առաջադրանքը ճիշտ է կատարել, շատ բարի, երեխաներ, հիմա մի փոքրիկ երաժշտական դարձանք, մատները մարզեք, հիմա կատարում եք մատների մարզան, որտեղ գործնականում եք աշխատանք ունենք, չափումներ ենք կատարելու, սկսեցինք, լավ, բարի, մեր ժամանակը սուր է, երեխաներ, հիմա մենք ձեզ հետ կատարում ենք երկրորդ առաջադրանքը, այս առաջադրանքը գործնական առաջադրանք է, դուք բոլորդ ունեք չափիչ գործիքները, որ ձեզ ասել եք, հավասարացնեք, շատ լավ է, կանոններ, ձեզից պահանջում եք կանոն, այո, և ունեք, ցույց տվեք տեսնել, բոլորդ ունեք, ոչ միայն, այլ մյուս չափիչ գործիքը, շատ լավ, հիմա ձեզ ես կբաժանեմ քարտեր, շատ լավ է, որ գործիքները ունեք, դուք կատարելու եք չափումներ, ուշադիր, չափելու եք մաթեմատիկայի դասագրքի լայնությունը, դասագրքը փակեք, որ ձեզ հավաքեշ լինի, երկարությունը, իսապարագիծը և պարագիծը, չափելու եք աշակերտական սեղանի լայնությունը, այս սեղանը, որ հիմա ձեզ տարայում է, երկարությունը կիսապարագիծը և A4 ձևաթուղթը, որը հենց ձեր այ առաջին առաջադրանքն է, այ A4 ձևաթուղթը։ Սկսեցինք։ Չափումներ կատարած այդ հերթիկը տեղադրում եք, եթե ճիշտ չլինի, ապա նորից չափում կկատարեք, յուրաքանչյուր խմբից մեկը, եկեք ես այստեղ այնպես արեք, որ շարքերը ուզում լինի, ձեր անունը յուրաքանչյուր խմբից մեկը
Մաթեմատիկայի դասագիր 82 սանտիմետր։ Իսկ ինչքան է կիսապարագիծը։ Այո, 82-ի կեսը, ճիշտ է։ Աշակերտական սեղան 340, 340, երեխաներ միշտ նշեք սանտիմետրեր, դեցիմետրեր, դա է նշեք։ Այո, բոլորը ճիշտ են կատարել, շատ ճիշտ է։ Եվ A4 ձևակույտը 102, իսկ կիսապարագիծը ինչքան է։ 56 Իսկ ինչքան է նրա լայնությունը։ 20 Շատ բարի։ Իսկ այս լրացուցիչ առաջադրանք տող է առաջինը կատարել, ես տեսա որ ձեռքեր կան, բայց ամենաառաջինը Ալան է կատարել։ Արի Ալա տեսնել, ասա տեսնել ինչպես է ստեղծել։ Ես քեզ տանեմ։ Նախ ասա որ 6 են։ 6 է ստանալու համար ինչ ես արել։ Իսկ ինչի է հավասար 130 եւ 2 միլիմետր։ Աբես Ալաջան, շատ շնորհակալություն։ Լավ, եկեք։ Կատարենք անդրադարձներ դասի։ Այս դասից դուք ինչ սովորեցիք։ Ասում եմ։ Ես սովորեցի ուղղանկյալ աննկատակ կողմերը։ Շատ բարի, ավետ։ Ես սովորեցի ինչ է Կիսապարագիծը։ Ես սովորեցի կից կողմերի գումարը։ Ես արտապնդեցի պարագիծ թեման։ Ապրել։